Այս երեխաները, որոնք հազիվ են փրկվել իսրայելական ռմբակոծություններից, քնում արթնանում են այստեղ, փլատակների մեջ, մի ժամանակ սա իրենց տունն էր։ Եթե տառապանքից ավելի սարսափելի բառ լիներ նկարագրելու համար մեր վիճակը, ես այն կօգտագործեի։ Մուհամեդ Ալիվան Գազայի բնակիչ է, պատերազմում իր 4 երեխաներին է կորցրել, հիմա իր խնամքին են մնացել 36 թոռները։ Պատերազմում կորցրել եմ 2 որդի, 2 դուստր և 1 թոռ։ Թոռներիցս 30-ը 15 տարեկանից փոքր են, 6-ը 15-ից 19 տարեկան են։ Բոլորս քնում ենք քրքրված ներքնակի վրա, քանի որ փախուստի ժամանակ մեզ հետ ոչինչ չենք վերցրել։ Ումը և նրա ամուսինը Աբու Մոհամեդ Ալիվան հազիվ են ծայրը ծայրին հասցնում, տարիքն ու պատերազմը իրենց նարել են, հազարումի հիվանդության տեր են դարձել։ Երեխա պահելը այս պայմաններում շատ դժվար է։ Առաջ կյանքը շատ թե քիչ լավ էր, հիմա էլ ուժ չկա դիմանալու։ Պաղեստինցիների այս ընտանիքում օրը մեկ անգամ են հաց ուտում։ Պետք է ընտրեն կամ նախաճաշ, կամ ճաշ, կամ ընթրիք։ Օրը մի անգամ ենք ուտում։ Նրանք, ովքեր նախաճաշում են, չեն ճաշում, նրանք, ովքեր ճաշում են, չեն ընտրում։ Երեխաները լաց են լինում սովից, լաց են լինում իրենց մեռած ծնողների կարոտից, բայց ինչ կարող ենք անել։ Ինչպես բացատրել 36 երեխայի, որ իրենց ծնողները դրախտից այլևս չեն վերադառնալու տուն։ Երբեմն նրանց ասում են, որ նրանք դրախտում են, բայց երեխաները հարցնում են, երբ կվերադառնան դրախտից։ Ես չգիտեմ ինչպես պատասխանել նրանց։ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները որբ են թողել մոտ 40,000 երեխայի, նրանցից 700-ը ոչ մի հարազատ չունեն։ Աննա Գյուրնազարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։